Ղարաբայրը ասում էր մի հոգու մասին, միգուցե այստեղ մեկը չի կամ ավելի մի քանիսն են, հա, դու կարող ես լինել եկեղեցում, կարող ես լինել հարմարավետ, լավ, տաք տանը, կարող ես ունենալ հրաշալի բիզնես, կարող ես ունենալ, ես չգիտեմ, ինչպիսի մի կյանք, երեխաներ, ընտանիք, բայց շատերը բանտերում են, շատերը բռնված են, շատերը այդ կարծես մահվան այդ տանջանքի ոգին, այդ մեղքի կապանքները, ես չգիտեմ, միգուցե ինչ-որ մի կրքեր կամ մեկ այլ ինչ-որ խնդիրներ, չներման դև կամ ինչ-որ մի բան կարող են բռնած լինել մարդուն իր կապանքներով և գիտես մարդիկ ազատ չեն, մարդիկ ազատ չեն, մարդիկ փնտրում են այսօր փրկություն, մարդիկ փնտրում են այսօր ազատություն, մարդիկ երջանկություն են փնտրում, եթե դու նայում ես Աստծո խոսքը, դու տեսնում ես Աստվածաշունչը խոսում է երանելիների մասին, Հիսուս ասում է երանի նրանց, երանի, գիտեք ինչ, Աստվածաշունչը խոսում է, որ կարելի է լինել երանելիներ, շրջվիր կողքինիդ ասա, դու կարաս լինես երանելի, գիտես ինչ, երբ ես դու երանելի դառնում, անկախ նրանից, թե դու որտեղ ես գտնվում, ինչպիսի իրավիճակում, ինչպիսի եկեղեցում, դու կարող ես լինել երանելի, երբ որ հաշտվում ես Քրիստոսի հետ, երբ որ հանդիպում ես Տիրոջը, գիտես, օրերից մի օր, ես այսօր կարճ խոսք եմ պատրաստել, ուզում եմ քո ուշադրությունը մի փոքր վերցնել, մի քանի րոպեով խոսել սրա համար, որից հետո մենք աղոթելու ենք, գիտես, մեր Տեր Հիսուս Քրիստոսին մոտ 2000 տարի առաջ խաչեցին և նրա մտերիմները, նրա հարազատները, նրա մայրը, Մարիամը, որ Մագդանեղացի էր կոչվում, մարդիկ ովքեր որ սքի մեջ էին, մարդիկ ովքեր որ ուղղակի միգուցե նրանց վրա նույնպես հարձակվել էր այդ ոգին, որ չներեն, այդ հռոմեացի զինվորներին, այդ դպիրներին ու փարիսեցիներին, ովքեր հրահանգեցին և ասեցին խաչեք նրան, ազատելով Բարնաբային։ Միգուցե նրանք այդ չներման ոգու մեջ էին նստած, սգում էին իրենց ցավը, հասկանում ես, երբ որ մեկի տանը մահ է լինում, նրան այդ սգից դուրս գալու համար 1 օր պետք չի, 2 օր պետք չի, ոչ էլ 7 օր է պետք, հա, ոչ էլ 40 օր, մենք ունեցել ենք հարազատներ, մենք ունեցել ենք մարդիկ, ովքեր որ լքել են մեզ ֆիզիկապես, և միգուցե այդ ցավ, այդ վիշտը մեր սրտի մեջ մենք կրում ենք, լռությամբ, միգուցե ինչ-որ մեկ Հիսուսի մայրը և նրա մտերիմները թարմ, վերքթած, արյունոտ, այդ չներման, այդ ազդեցության տակ, այդ կապանքների մեջ, նրանք գնում էին վերջին անգամ իրենց Տիրոջը, գերեզման, գնում էին, որպեսզի նրան յուղովոծեին, նրան ուղղակի այցելեին գերեզմանը, 3-րդ օրը, և գիտես, այսօրվա այս խոսքը կարճ կոչել եմ, որտեղ է Հիսուսը, որովհետև մարդիկ փնտրում են Հիսուսին, մարդիկ փնտրում են Հիսուսին, մարդիկ փնտրում են այդ երջանկությունը այս կյանքում, մարդիկ փնտրում են որտեղ կարող են երջանիկ լինեն, և ես ու դու ենք հասկանում, երբ որ հաշտվեցինք Հիսուսի հետ, երբ որ Հիսուսը եկավ մեր կյանքերի մեջ և փոխեց մեր կյանքը, մենք հիմա հասկանում ենք, որ առանց նրա կյանքը ունայն է, ինչ ուզում ես ունեցի, հասկանում ես, բայց այս մարդիկ նույնպես Հիսուսի հետ էին ապրում և հանկարծ Հիսուսին սպանեցին, հանկարծ Հիսուսին խաչեցին և նա այլևս չկար, և նրանք այդ սուգը իրենց սրտի մեջ ունենալով գնում էին գերեզման և հանկարծ Եվս մի այդպիսի ստրես, եվս մեկ այդպիսի, այսպես ոնց որ ասած հարված, շոկ, նրանք տեսնում են, նրանց Տերը անգամ մեռած Հիսուսը չկա, և սկսում են մտածել, որ միգուցե գողացել են, միգուցե ինչ ա եղել, ում էր խանգարում մեռած Հիսուսը, ով ա ձեռք տվել գերեզմանին, դու պատկերացնում ես, եթե սա փորձենք պրոյեկտենք, եթե սա փորձենք այսօրվա իրականության մեջ նայենք, մարդը գնում է, մենք հայերս կոչում ենք ինքնահող, հա, այսպես ասեմ, 2-3 օր հետո գնում են, շաբաթ անցավ և այդ
7-րդ օրը նրանք գնում են գերեզմանոց, որպեսզի այդ խունկը ծխեն միգուցե իրենց աղոտ կանեն, ես չգիտեմ ամեն մեկը ինչ, իրենց սիրտը լացեն ու հանկարծ տեսնում են գերեզմանը դատարկ։ Դու հասկանում ես ինչպիսի ստրես կարող էին վերապրել նրա մայրը, այդ մայրամը, որը որ գնացել էր, ու նրանք հարցնում են եւ ասում են. ով է ձեռք տվել մեր Տիրոջ մարմնին, ուր է նա։ Եվ հրեշտակները այնտեղ էին եւ ասեցին Մատթեոս 28:6-ում ասում է, որովհետև նա հարություն է առել եւ նա այստեղ չի։ Եկեք տեսեք, որ այստեղը, որտեղ նա պարկած էր, հիմա դատարկ է, չկա։ Հովհաննես 20-ը խոսում է նույնպես դրա մասին եւ ասում է, երբ որ մայրամ այդպես արցունքոտ աչքերով փնտրում ախր, նա վերջի հրաժեշտն էր եկել տար, նա եկել էր այդ գերեզմանի մոտ իր լացը, իր այդ խոսքերը, իր սիրտը թափեր ու հանկարծ Հիսուսը կանգնում է նրա կողքին եւ ասում է. Կին, ինչու ես լաց լինում։ Ում ես փնտրում։ Միթե Մարիամը չէր փնտրում այն մխիթարությունը, ինքն ուղղակի փորձում էր մխիթարվել գոնե նրանով, որ գիտես, երբեմն մենք ասում ենք վերջը սա է, երբ որ մարդ մահանում է։ Բայց դարի տես, մի ավելի վատ վիճակ կար Մարիամի համար։ Ոչ միայն Հիսուսը մահացել է, հիմա նա չունի տեղ, որ գնա ուղղակի լացի իր Տիրոջ, իր ոնց ասեմ, այն մեկի, ում որ նվիրել էր իր ամբողջ կյանքում, հավատացել էր եւ չունի այդ տեղը։ Մենք այս տարիներ առաջ ունեցանք ողբերգական մի իրավիճակ մեր երկրի մեջ եւ այսօր շատ հայրեր, շատ մայրեր չունեն այդ ցավալու, այդ աղոթելու, այդ լացելու վայրը, որովհետեւ նրանց որդիները, նրանց հայրերը, նրանց եղբայրները չվերադարձան տուն։ Նրանք չունեն այդ գերեզմանը, որտեղ կարող են գնալ, ուղղակի լաց լինել։ Ու գիտես, միգուցե դու նստած ես այստեղ եւ երջանկություն ես փնտրում տարբեր բաների մեջ։ Միգուցե քո սրտում նույնպես այդ չներումն է։ Միգուցե դու նույնպես մտածում ես ինչ անեմ։ Ոնց կարող եմ ես ներել։ Ոնց կարող եմ ես ինչ որ մի ձև թեթևացնել այն բեռը, որ տանում եմ։ Գիտես, չներումը դա մի բեռ է, որ դու չես կարող տանել։ Դա քեզ չկճզմի ուղակի։ Դա քեզանից քո ամբողջ կյանքը, քո ամբողջ ուժը, էներգիան, ուրախությունը, ամեն ինչ կտանի քեզանից։ Դու չես կարող, դա նման է ինչպես դու առանց տակ դույլով ուզենաս ծովից ջուր վերցնես եւ տանես քո տուն, հնարավոր չի։ Դու չես կարող ոչ մի ձև ազատվես, եթե չհաշտվես Հիսուսի հետ։ Եվ այստեղ Հիսուսը կանգնում եւ Մարիամին ասում է. Մարիամ, ինչ ես փնտրում, ինչ ես լաց լինում, ում ես որոնում։ Եվ նա էլ կարծելով, թե պարտե այդ գերեզմանա պահնա, պարտիսպաննա, այդ տարածքը հսկող պահակն է, միգուցե ասում է, եթե դու ես վերցրել Տիրոջը, ասա ինձ, թե ուր ես դրել նրան, որ ես մոտենամ, որ ես վեր առնեմ։ Մարիամը հասկանում էր, որ եթե Հիսուսի հետ լինի, նա ուղղակի կմխիթարվի։ Եթե գոնե թողիկ լացեմ, գոնե թողիկ մխիթարվեմ, իմ դարդը ես լացեմ ու մխիթարվեմ։ Բայց գիտես, Աստված մեռելների Աստված չի։ Աստված կենթանի Աստվածը, նա հարություն առել, Աստծո խոսքը ասում է, եւ հետո նա հայտնվում է Մարիամին եւ Մարիամը տեսնելով Հիսուսին ուզում է փաթաթվի, իհարկե Տեր ասում է սպասիր, դեռ ինձ մի դիպչիր, որովհետև ես գնալու եմ իմ հոր տուն, գնալու եմ իմ հոր առաջ, հետո նոր կվերադառնամ ու կտեսնեք ու դուք կճաշակեք ու կխաղցրանա ձեր կյանքը նորից, կվերափոխվի, կվերածնվի ձեր կյանքը։ Գիտես, երբեմն մենք մտածում ենք, ինչ անենք, որ երանելի դառնանք, ինչ անենք, որ երջանիկ լինենք, ինչ անենք, որ մեր կյանքը փոխվի։ Ինչ անենք, որտեղ կարող ենք գտնել Հիսուսին։ Ես ուզում եմ մի փոքր բանի մասին խոսել, մի ծրագրի մասին, որը որ մենք եկեղեցով իրականացնում ենք, որը որ մենք եկեղեցով փորձում ենք իրականություն դարձնել։ Մենք կոչել ենք այդ ծառայությունը, այդ նախաձեռնությունը արի տես։ Ովքեր են լսել դրա մասին։
Փառքաստուն, ես հավատում եմ, որ դու աղոթում ես այդ ծրագրի, այդ տեսիլքի, այդ նախաձեռնության համար։ Գիտես, մոտ 200 երեխաներ, ովքեր որ ծայրահեղ աղքատության ճիրաններում են գտնվում, ովքեր որ արդեն իսկ կյանքի հարվածներ են ստացել, ուղղակի լինելով այս հարսարակության մեջ, այնպիսի սոցիալական վիճակում, որ ապագա չեն կարողանում տեսնել։ 200 երեխաներ, մոտավորապես, 200 ճակատագրեր, 200 կյանքեր, 200 ապագա ընտանիքներ, 200 զինվորներ և առաքինի կանայք, 200 ճակատագրեր, դու հասկանում ես։ Եվ այդ երեխաները Տերը մեր սրտում դրել է այս նախաձեռնությունը, որ մենք սկսենք այս ծրագիրը և կարողանանք նրանց ոչ թե ուղղակի օրվա կերակուր կամ հագուստ կամ ինչ-որ մի բան, իհարկե մեր ուժերի սահմաններում մենք փորձում ենք դա նույնպես անել, բայց Աստված մեր սրտում դրել է, որ մենք կարողանանք ստեղծենք կրթական խմբակներ, ուսումնական խմբակներ, վարպետաց դասեր տալու համար։ Միգուցե, այստեղ հնչեց մեր քույրը խոսում էր նրա մասին, որ եթե դու որևէ տաղանդ ունես, եթե դու ուզում ես ծառայես Տիրոջը, եթե դու ուզում ես քո պարգևով ծառայես, լինի դա երաժշտություն, լինի դա որևէ ինտերնետի մոնտաժի կամ չգիտեմ ձայնային ինչ-որ մի գործիքի վրա նվագող, կամ ուղղակի դու կարող ես ինչ-որ ես չգիտեմ մասնագետ ես, մենք այդ խմբակները, որ ուզում ենք ստեղծենք այդ երեխաներին կյանքի նպատակ տալու համար, օրինակ մենք հիմա հարցնում ենք այդ երեխաներին, երբ որ այցելում ենք այդ տները եւ հարցնում ենք օրինակ ինչ կուզենայիր, ինչպիսի ինչ կուզենայիր դառնալ, աղջիկ երեխաներ կան, ովքեր որ ուզում են մատնահարդարներ դառնան, վարսահարդարներ դառնան, ինչ որ մեկը ծրագրավորող է ուզում դառնալ, ինչ որ մեկը ցանկանում է լավ սովորի լեզուներ իմանա, եւ մենք ուղղակի մեր սրտում ունենք այդ տեսիլքը, այդ ցանկությունը, մենք կարող ենք այսօր վաղվա այդ 200 ճակատագրերի վրա ազդեցություն թողել։ Մենք կարող ենք այսօր այդ 200 ճակատագրերի այդ երեխաների կյանքի մեջ բերել ուղղակի Աստծո զորություն, Աստծո լույսը։ Գիտեք, նրանք այդ կապանքների մեջ են։ Նրանք փնտրում են ոնց անեն, որ երջանիկ լինեն, որովհետև նրանք նայում են աջ ու ձախ, նրանք նայում են հեռուստացույց, նրանք միգուցե քաղաքում հանդիպում են կյանքեր, էլի երեխաներ եւ նրանց համար այդ միտքը, ինչպես մեր եղբայրն էր խոսում, ինչ ուզում էի, ինչ ազգի ուզում էր լինեի, մենակ թե ոչ հրեա, որովհետև այդ դաժան ոճրագործությունը նրա հայրահոր ընտանիքի վրա, որը որ իրագործվել էր, դա ոչ թե նրա համար էր, որ նրանք ինչ-որ չար արարքներ էին արել, զուտ ուղղակի, որ նրանք ազգությամբ հրեա էին։ Եվ այդպիսի մի ցավ երեխաների կյանքի վրա է հարձակվել, այդպիսի մի կապանք, որ նրանք մտածում են, ինչի ես պետք է այսպիսի կյանք ունենայի։ Ես չեմ ուզում մանրանամ պատճառների եւ բաների մեջ, բայց նրանք տեսնում են այն, ինչ որ ունեն։ Մատթեոս 25-րդ գլուխ ուզում եմ կարդամ, ես ուզում եմ շատ կարճ խոսեմ սրա մասին, որովհետև 25-րդ գլխի 34 խոսքից եմ կարդում, դու կարող ես ընթերցել այս գլուխը ու կտեսնես ինչ է Տերը փորձում ասի։ Սա Հիսուսի խոսքերն են ասում, այն ժամանակ 34 խոսքից, այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիներին, եկեք իմ հոր օրհնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև սովեցի եւ դուք ինձ տվեցիք ուտել, ծառավեցի եւ խմեցրիք ինձ, օտար էի եւ ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի հագցրեցիք ինձ, հիվանդ էի ինձ այցելեցիք, բանտի մեջ էի ինձ մոտ եկաք։ Մեր եղբայրը խոսում էր, որ բանտերում նա այնպիսի անուններ այստեղ տվեց,
ովքեր որ թեմայից հեռու են, այդ անունները իրենց բան չասեց։ Բայց այն բանտերը, որտեղ որ այն ազատազրկման վայրերը, որտեղ որ նա այցելում է եւ ծառայում է պարգևով եւ ավետարանը տանում է այդ բանտախցերը, դրանք այնպիսի անուններ են, որ ամբողջ սովետական միության մեջ հայտնի ամենախիստ, ամենադաժան, ամենահրեշավոր բանտերն են։ Դա ոչ սովետաշենի բանտն է, ոչ Սևանի, հա, չկա, Հայաստանում չկա այդպիսի վայր։ Դրանք խորը Սիբիրներում կամ չգիտեմ այնպիսի տեղեր էր, որտեղից որ ուղղակի կենթանի ոչ մեկ դուրս չէր գալիս։ Տանում են այնտեղ ամենադաժան հանցանքներ գործած դավաճան եւ նմանատիպ մարդկանց։ Գնդակահարում էին մինչև սովետական միության ընթացքում, բայց դրանից հետո նաեւ ցմա ազատազրկման վայրերն էին, որտեղ որ ուղղակի մարդկանց տանում եւ կոտրում, նվաստացնում եւ ամենավերջի բաներն էին անում։ Եվ այդտեղ մարդիկ չարությամբ լցված էին։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, Մարիամը եկել էր գերեզման եւ ասում էր, որտեղ է Հիսուսը։ Այդ մարդիկ նույնպես փնտրում են Աստծուն եւ ասում են, որտեղ է Հիսուսը։ Երեխաները փնտրում են իրենց ուրախությունը, իրենց երջանկությունը եւ ասում են, երբ կլինի մենք կտեսնենք այդ երջանկությունը, երբ կլինի մենք հասնենք, մենք էլ ուրախ լինենք, մենք էլ նոր տարի անենք, մենք էլ ծնունդ անենք, մենք էլ դպրոց այցելենք, մենք էլ ուսում ստանանք, մենք էլ մտնենք այս կյանքի հասարակության մեջ։ Մենք էլ լավ ընտանիք ունենանք, ամուսնանանք, երեխաներ ունենանք եւ այլն, չէ՞։ Կարող են, չէ՞, մտածել, կարող են երազել։ Մեզանից ամեն մեկը երազել է դա իր ընթացքի, տարիքների ընթացքում։ Եվ Հիսուս ասում է. բանտում է եւ ինձ այցելեցիք։ Եթե դու ուզում ես գտնես Հիսուսին, եթե դու ուզում ես հանդիպես Հիսուսին այսօր, գիտես մարդիկ մտածում էին գերեզման լինի, կգնանք այնտեղ եւ կհանդիպենք Հիսուսին, բայց Հիսուսը գերեզմանում չմնաց։ Ու միգուցե քո մեջ հնչում է այդ ձայնը, որը որ Մարիամի մեջ էր բարձացել։ Որտեղ է Հիսուսը։ Ուր եք դրել նրան։ Հրեշտակ ասեց, արի տես, գերեզմանը դատարկ է։ Եթե դու ուզում ես հանդիպես Հիսուսին, սիրելիս, կա մարդ, որ ուզում է Հիսուսին հանդիպի։ Ես քեզ ասեմ, արի տես։ Մենք սկսում ենք այդ նախաձեռնությունը, այդ ծրագիրը։ Արի տես, որտեղ մերկ մարդ կա, որտեղ սոված մարդ կա, որտեղ ընկճված, որտեղ բանտեր կան, որտեղ ուղղակի այդ կապանքները, գիտես անպայման չի մարդը բանտի մեջ լինի, բանտախցում լինի, որ կապանքներ ունենա։ Եղբայրը խոսում էր, որ այստեղ նստած մարդ կա, որ այդ կապանքների մեջ է, չներման կապանքի մեջ է, ատելության։ Միգուցե մեկը բամբասանքի, մեկը նախանձի, մեկը ես չգիտեմ, ինչ որ խաղամոլության կամ հարբեցողության ես չգիտեմ։ Բայց Հիսուսը ասում է, եթե ուզում ես ինձ հանդիպես, գնա այդպիսիների մոտ։ Գնա այդպիսիների մոտ, որովհետև ես այնտեղ եմ։ Որովհետև երբ որ մենք կարդում ենք, ասում է, մերկ է ինձ հագցրիք, հիվանդ է ինձ այցելեցիք, բանտի մեջ է ինձ մոտ եկաք։ Այդ ժամանակ արդարները կպատասխանեն նրան ու կասեն, Տեր, երբ տեսանք քեզ։ Մենք ուզում ենք տեսնենք քեզ, բայց այդ երբ կարա լինի, որտեղ կարա լինի։ Ուր ես Հիսուս, ոնց տեսնեմ քեզ։ Եվ կպատասխանեն նրան եւ կասեն, Տեր, երբ տեսանք քեզ սոված եւ կերակրեցինք, կամ ծարավ եւ խմեցինք, երբ տեսանք քեզ օտար եւ մեզ մոտ առանք, կամ մերկ եւ հագցրեցինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ եւ եկանք քեզ մոտ։ Թագավորը կպատասխանի։ Գիտես, թագավորը միջնորդով չի խոսում։ Գիտես, թագավորի հետ խոսալը միշտ լինում է միջնորդներով։ Եթե դու ուզենաս մտնես թագավորի մոտ, դուք կարող եք հանդիպել տարբեր սենյակների, տարբեր միջնորդների, հա, տեղակալների, քարտուղարների, այսպես տարբեր մինչև թագավորի մոտ, եթե դու ուզում ես նրա հետ խոսես։ Բայց այստեղ խոսք ասում է,
թագավորը ինքը կասի, Տերը քեզ կպատասխանի, ոչ թե դու չերես, կներեք այդ բառը հայերեն չէր, միջնորդի միջոցով դու կխոսես թագավորի հետ, այլ դու անձամբ թագավորը կհայտնվի քեզ, իր երեսը քեզ ցույց կտա, դու կհայտնվես նրա առջև, Աստծո խոսքն ասում է, որ թագավորը կպատասխանի եւ կասի, ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ ամեն մի փոքր եղբորը կամ քրոջը, եթե արել եք մի բան, ինձ եք արել։ Ես այդ երեխաների մեջ էի, ես այդ 200 կյանքերի մեջ էի, ես այդ 200 ճակատագրերի մեջ էի, ես այդ երեխաների կյանքի մեջ էի, որ դուք եկաք եւ ինձ օգնեցիք, ինձ հագցրեցիք, կերակրեցիք, եկաք ու ինձ նպատակ տվեցիք, ինձ շնորհք սովորեցիք, որպեսզի ես կարողանամ ապրեմ, ինձ մի բաժակ սառը ջուր տվեցիք, որտեղ է Հիսուս այսօր, սիրելիս, գնա հիվանդանոցներ, գնա ազատազրկման վայրեր, դու կարող ես միաբանվել մեր թիմին, որ գնում ենք այդպիսի վայրեր եւ տանում ենք եւ Աստծո խոսքը եւ տանում ենք անհրաժեշտ միջոցներ։ Աստծո խոսքը ասում է Մատթեոս 5-ում. Երանի սրտով մաքուրներին, երանի, եթե դու ուզում ես Տիրոջը տեսնես, եթե դու ուզում ես Հիսուսին տեսնես ու հանդիպես, Աստվածաշունչը ասում է սրտիդ մաքրության մասին մտածի, որովհետև երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն, Թագավորին, նրանք կտեսնեն ոչ թե միջնորդի միջոցով, ոչ թե ծառայողի միջոցով, ոչ թե հովվի միջոցով, ոչ թե քահանայի միջոցով կամ քահանայապետի, այլ նրանք անձամբ կտեսնեն Աստծուն։ Երբ որ քո սիրտը դու ուղղում ես Աստծո առաջ, երբ որ դու քո սիրտը բացում ես Տիրոջ կամքի եւ ծրագրերի առաջ, Տերը հայտնվում է քեզ, Թագավորը ինքն է պատասխանում, անձամբ, ամեն, Տիրոջ խոսքն ասում 2 Կորինթացիս 3:17-ում ասում է Տերը հոգի է եւ որտեղ Տիրոջ հոգին է այնտեղ ազատություն կլինի սակայն մենք բոլորս ամեն մեկը մեզանից բաց երեսով ոչ թե վարակույրի հետևից այլ բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայլում ես տեսնելով, նույն պատկերով ենք կերպարանվում, փառքի մի աստիճանից դեպի մյուս առաջնորդվելով, հասկանում ես, երբ որ դու կայնում ես, երբ որ դու գնում ես Տիրոջ առաջ, երբ որ դու նայում ես նրա ինչպիսի լինելին, երբ որ դու ձգտում ես կերպարանվես, Քրիստոսի պես ապրես, Քրիստոսի պես մտածես, Աստծո խոսքը ասում է դու կերպարանափոխվում ես, դու այդ փառքի մեջ նայելով սկսում ես նմանվել նրան։ Որտեղ է Հիսուսը այսօր։ Այս հարցը ուզում եմ, որպեսզի քո սրտի մեջ բարձրանա։ Որտեղ ես դու իմ Տեր, որտեղ կարող եմ քեզ գտնել, որտեղ կարող եմ քեզ հանդիպել, որտեղ կարող եմ քո հետ հաղորդակցվել։ Առաջի Կորինթացիս 13 Երբ երեխա էի, գիտես մենք անցնում ենք հոգևոր տարբեր աստիճաններով, մենք անցնում ենք, մենք փրկվում ենք, մենք հոգևոր մանուկ, դեռ նոր առաջի քայլերն ենք փորձում անել հոգևոր կյանքի մեջ, այստեղ կան այդպիսիները, այստեղ կան վաղեմի հինավուրց սերունդ, 20-30 տարի Տիրոջ հետ քայլող, ասում է երբ որ երեխա էի, երեխայի պես էի խոսում, Եվ երեխայի պես էլ մտածում էի, տրամաբանում էի, բայց երբ հասունացա, երբ մեծացա, իմ թարգմանության մեջ գրած է, երբ տղամարդ դարձա, հայերս ունենք հրաշալի խոսք, չէ, տղա ծնվում են, տղամարդ դառնում են, երբ որ տղայությունը թողեցի և դարձա տղամարդ, երեխայական բաները թողեցի, ասի ես այլևս չեմ քայլի երեխաների պես, նեղանամ,
չներեմ, ատեմ, չսիրեմ, նախանձեմ, բան բասեմ, սրանք բոլոր այսպիսի չար գործերը երեխայություն են, սիրելիս։ Մենք պետք է թողնենք այդ ամենը, մենք պետք է վանենք մեզանից այդ ամենը, որպեսզի գնանք հասունության մեջ։ Միգուցե այսօր դու անցնում ես մի իրավիճակով եւ չես հասկանում, Հիսուս, որտեղ ես դու, իմ կյանքում փոթորիկ է, քամի է, ես չեմ հասկանում, նավս կարտեստ է, խորտակվում է, այս ինչ թազա ձևի աղոտ կա, այս ինչ թազա ձևի երկրպագություն է, այս ինչ թազա ծրագիր է, այս ինչ թազա գործեր կամ ծառայություններ են։ Սիրելիս, եկեք թողնենք երեխայությունը, երեք գնանք դեպի հասունություն, որովհետև այդ ժամանակ, երբ որ դու կնայես հայլու մեջ, միգուցե հստակ չտեսնես, 12 խոսքն է ասում, բայց այն ժամանակ, երբ որ կտեսնես Տիրոջը, դեմ առ դեմ, երես առ երես, 12 խոսք խնդրում եմ, դեմ առ դեմ, երես առ երես, երբ որ դու թողնում ես երեխայությունը, դու հանդիպում ես քո թագավորին, դու հանդիպում ես տերերի Տիրոջը, դու հանդիպում ես նրան, որ հաղթել է մահը, որ քանդել է զորությունը մահվան իշխանության, որ ատելության կապանքներն է քանդել, որ քեզ բանտից է ազատել, որ քո կյանքը պատրաստ է օրհնի եւ լցնի հաջողությամբ ու ուրախությամբ։ Ամեն։ Դրա համար ասում է, երբ որ կթողնենք, միգուցե հստակ հիմա չենք տեսնում, չենք պատկերացնում, ինչ է սպասվում մեզ վաղը, բայց մի բան գիտենք հաստատ, որ այդ ժամանակ կտեսնենք նրան դեմ առ դեմ։ Հիմա մասամբ ենք տեղյակ, բայց այն ժամանակ կճանաչենք մեր Տիրոջը, կգտնենք մեր Տիրոջը եւ կասենք Հիսուս, ահա ես, շնորհակալ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ, որ քո մեջ ես ունեմ այդ խաղաղությունը։ Հալելույա։ Միգուցե փոքրի շատ է տեղյակ եմ, բայց այդ ժամանակ այնպես կճանաչեմ նրան, ինչպես որ նա ինձ ճանաչեց, ինչպես որ նա ճանաչեց։ Իսկ Աստված գիտի ինձ ու քեզ։